Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը, վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Գործը վերաբերում է 2025-ի սահմանված եւ ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ Ավագանին ամեն տարվա վերջին որոշում է ընդունում, որով սահմանվում են տեղական վճարների դրույքաչափերը։ 2024-ին Մայր Հայաստան խմբակցությունը վճարել է Երևանի ավագանու 2023-ի նմանաբնույթ որոշումը եւ առաջին ատյանում հաղթել էր։ 2024-ի վերջին ավագանու ընդունած որոշմամբ կարմիր գծերի դրույքաչափը պահպանվեց։ 2025-ի հունվարին Մայր Հայաստան խմբակցությունը կրկին դիմեց վարչական դատարան, վիճարկելով արդեն այդ որոշումը։ Այսպիսով առաջին ատյանում խմբակցությունը հաղթեց։ 2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160,000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12,000 դրամ էր։